Դա ամենա ոնց որ կարևոր actions-ներից ենք հիմա անելու, որը որ օգտագործվում է, էլի ճիշտ է, ես շատ պարզ օրինակն եմ բերել, բայց պարզ օրինակը պետք է հասկանաք ինչ անում, մնացածը ոնց որ ձելի տեխնիկ է, էլի ինչ որ բարդությունը արդեն հետի ոնց որ կապ չունի, կարևորը հասկանաք սկզբունքը։ Так, էսի մեր Docker Hub-ն է, հա, էսի image-ն է Docker Hub-ի, որտեղ ես իմ image-ներն եմ պահում, հա, սենց image-ներ ունեմ, տարբեր image-ներ, որով Docker container-ներ կարամ քաշեմ ու ստեղծեմ, image-ները քաշեմ ու Docker container ստեղծեմ։ Հիմա ես ինչ եմ ուզում անեմ, հա, բերեք սենց անենք, այս սրա անունը փոխենք, հա, так, մինուս, ու անունը փոխենք գրենք Docker build, հա, սենց։ Հիմա ես սարքել եմ օրինակը, հերթով անենք, ստե մի հատ app sh ունեմ, հա, բերեք ստե ավելցնենք, так, ստե գրում ենք 1 վարկյան, այստե, app.sh, այսի բայց պետք է ոնց որ գցեմ ստե, move, սրա մեջ տեղադրում ենք էսի, ով գիտի, որ բանով էր վերջանում ֆայլը, հա, sh-ով, այդ ինչ է նշանակում, օրինակ app.sh, ինչա, էդի գիտեք ինչ է նշանակում, ինչի, չէ, app.sh, sh-ը նշանակում է shell, ինչ է նշանակում օրինակ, հլը ուշադիր նայեք ստե, ինչ եմ ես գրել, հրամանները, խեմ սենց հերթով գրել օրինակ, խեմ հերթով գրել հրամանները ու ֆայլի մեջ, ինչի համար, լավ, տենց է, ոքեյ, տենց է գրելու ձևը, նայք, էսա, տեսեք ես ֆայլը ստե է, բերեք նախ մի հատ սենց անենք, բերեք լավ, սենց անենք, պլյուս x, app, նայք, 3 հատ հրաման ես ստե ունեմ, հա, ես օրինակ որ հիմա այսի գրեմ echo, ասենք hello world, հա, չէ լավ, echo hello, ինքը տպելու է այսի, հա, հետո գրեմ host name, տպելու է host name-ը, այսի, հետո գրեմ date, գրելու է ոնց որ բանը, ժամանակահատված, էլի, այսինքն այսօրվա ամսաթիվը եւ այլն ժամը, հա, ես հրամանները հերթով եմ կատարել, բայց պատկերացրեք ինձ պետք է այս հրամանները միանգամից կատարել, նայեք, մի վարկյան, խի չկատարեց, так, ինչ որ բան սխալ եմ արել, թե չէ, սխալ չեմ արել, ls, app, խի, մի վարկյան, խի չկատարեց, պետք է կատարեր, так, display, ու մի հատ էսի մենք դնենք այս, ինչն եմ սխալ արել, սխալ բան չկա, no output, check file, հա, երևի save չեմ արել, մի վարկյան, cut, app, հա, ոքեյ, լավ, ես ֆայլի մեջ սրանք գրել եմ, բայց այս save չեմ արել, ոքեյ, հասկացա, հիմա նայեք, տեսեք, սա հրամանները հերթով կատարեց, հա,
Ժողովուրդ, հենց որ sh տառը տենում եք, դա shell script-ը նշանակում։ Script-ը ինչա, script-ը automation-ը, կոպիտ ասած, ինքը հերթով այս հրամանները կատարում է, հա։ Ես հիմա մի հատ shell script եմ գրել, հասկանալի է այսի։ Այս պահը։ Ինչա։ Այսի հերթով կատարում է այս հրամանները։ Հիմա բերեք ուրեմն տակ գանգստե այս docker ֆայլն է գցենք ուր էր 1 վայրկյան ստե ահա այս docker ֆայլն է գցենք docker ֆայլ ու փաստ անենք չէ սխալ փաստ արեցինք վերեք այսպես անենք ահա Так, այս docker ֆայլի անունը սխալ եմ գրել, ուղենք։ Всё, տեսեք հեսա նշանը բերեց, save անեմ, հեսա docker ֆայլի նշանը բերեց։ Հիմա նայեք, ես տե ինչ ունեմ, ես տե ունեմ docker ֆայլ, որը image է ստեղծելու, հա։ Ասենք Ubuntu S վերսիայից, աշխատանքային դիրեկտորիան S-ի է լինելու, copy, ասում է copy արա app.sh local դիրեկտորիայից ստե։ Ինչ է ասում է այս հրամանը կատարի, հա, այսի executable սարքի, միշտ հիշեք, եթե ինչ-որ բան shell-ով է վերջանում, հա, sh-ով, դուք իրան պետք է executable սարքեք, executable նշանակում է, որ պետք է իրան ընենց անեք, որ ինքը կարողանա կատարել։ Այս cmd-ն է վերջում ասում է այս ֆայլը պրոստը բռնի ու run արա, ոնց որ ես իմ մոտ արեցի, հա, տեսեք։ Так, այստեղ ես սենց արեցի /app.sh ու enter։ Հիմա ժողովուրդ, ես ինչ եմ ուզում անեմ, ուզում եմ, որ այս docker ֆայլով image ստեղծվի ու այդ image-ը так, այդ image-ը գա ընկնի ստե։ Հա։ Այսինքն ստե ստեղծվի այդ image-ը։ Ինչ որ հարցեր կա docker ֆայլը հիշում եք ինչ է։ Ուզում եմ հարցնեի, տենց չենք արել։ Սենց արել ենք, բայց սենց չենք արել, մենք docker ֆայլ էինք ստեղծել, նախ մենք ֆայլ չենք գցել docker ֆայլի մեջ։ Հիմա մենք այս հրամանները բռնում գցում ենք docker ֆայլի մեջ, հետո երբ որ այս docker ֆայլը ինքը image է դառնալու, հա, մենք իրան run ենք տալու, որ image-ը run-ը լինում ինչ է դառնում, ով էլ հիշում։ Սենց, ինչ էր դառնում։ Container-ը running վիճակն է, աշխատող վիճակն է։ Նայեք, ոնց որ ձեր հիշողությունը, օրինակ որ ասում եք, ասեմ մտածեք փղի մասին մտածելու եք, էլի, ինքը աշխատում է տվյալ մասին, տվյալ բան, նույն բանն է։ Այսինքն ձեր մեջ ինչ որ հիշողություն կա, որը հիմք է, դուք տվյալ բանին չեք հիշում, բայց հենց իրան որ պետք է աշխատացնել, այսինքն դուք հենց մտածում եք ինքը աշխատում է։ Դա container-ն է։ Ահա։ Այսի save անենք։ Գանք, ուրեմն այս script-ը ուր էր, так, 1 վայրկյան, docker build։ Այս script-ը չէ, GitHub Actions-ը ես արդեն գրել եմ։ Գանգստը փոխարինենք, save անենք ու տենանք ինչա вообще կատարվում։ Նայեք, այսի script-ի script կասեմ, GitHub Actions-ի անունն է։ Անունն ասում է build and push docker image։ Այս build and push-ը, այսինքն այս docker ֆայլը վեկալ image սարքի ու push արա, անունը դա է նշանակում։ Երբ աշխատելու ես GitHub Action-ը, այս GitHub Action-ը աշխատելու է այն դեպքում, պայման եմ ստե դրել։ Երբ որ main branch-ի վրա, հիմնական տեղի վրա մենք push ենք անելու git add git commit git push origin main։ Այդ դեպքում սկսելու է աշխատել։ Job-երը ինչ աշխատանքներ է տանելու։ Տանելու է build and push։ Այսի անունն է, այսինքն build սարքի
ու push արա։ Աշխատելու է Ubuntu-ի վրա։ Հիմա քայլերը ժողովուրդ, name, առաջի քայլը, checkout repository, actions checkout, նշանակում է ստե ինչ ունես, app.sh docker ֆայլը, վեկալ copy արա սրա մեջ, ինչ կա չկա ստե, նայեք, հիմա հիշում եք, որ ասում էի տարբեր step-էր կա, տարբեր actions-ներ կա, նայեք ինչ actions է, login to docker hub, հիմա որպեսզի ես կարողանամ իմ image-ը բռնեմ գցեմ ստե, ես պետք է ստե login լինեմ, հա, ոնց որ ես ստուց login եղա։ Այդ դրա համար login լինելու համար օգտագործվում է այս action-ը, այս action-ը Word-ուց, այս action-ը էլի sense, կարակ գրեք ստե ու ինքը բերի, GitHub action to login against docker registry։ Ստե ես իջել եմ, գտել եմ այս կոդը, բռնել եմ copy եմ արել պրոստը։ Հիմա ասում է uses նշանակում է օգտագործիր այս action-ը, որը publicly ոնց որ հասանելի է բոլորին։ Ասում է ոնց պետք է login լինես, with, ասում է պետք է օգտագործես username եւ password-ը։ Հիմա այս պահը ուշադիր եղեք, գրած է secret docker username, secret password։ Ես կարա իմ login password-ը ստե գրեի, ոչ մի խնդիր չկար, բայց այդի ապուշություն կլներ էլի, որ ստե գրեի, որտեվ կլներ բացահայտ բաների security risk։ Դրա համար ես ինչ եմ անում։ Ես ուրեմն գալիս եմ ստեղ, գալիս եմ settings, secret-ներ եմ ստեղծում, ուր էր մի վարքյան, տակ, secrets and variable, action-ների մասին է, քանի որ մենք action ենք ստեղծելու։ Ստեղծում եմ repository secret, կա տարբեր environment secret, հա, repository secret նշանակում է ինքը վերաբերվելու է մենակ այս repository-ին, քանի որ իմ GitHub-ում կարա լինի լիքը repository, ես ուզում եմ մենակ սրան վերաբերվի։ Ստեղծում եմ new repository secret, բռնում գրում եմ այս անունը, docker username, դնում եմ ստե, տակ, գալիս եմ ստե, վերցնում եմ իմ username-ը, Greek docker 2021, add secret եմ անում, այսի մեկ secret, տեսեք դուք իրան չեք տենում, դուք մի անգամ արեցիք ինքը փագ է արդեն, այսի ոնց որ best practice-ներից մեկը, հիմա password-ը, տակ, ուր էր, գալիս եմ ես docker password-ը վերցնում եմ, դնում եմ ստե, docker password-ը ժողովուրդ, իրականում էդի password չի հենց ինքը հենց է, ստե, տակ, account settings են գալի, key-ը, հա, personal access token-ը, ես հիմա միած ստեղծել եմ, եսի ջնջեմ վապշե, generate new token, գրում եմ GitHub actions, հա, որ անունը իմանամ, հեսա, expiration date, page-ի դնել, հեսա ջնջելու եմ, եսի դնում եմ, որ բոլոր իրավունքներ ունենա, read, write, delete, իրականում վատ բան եմ անում, բայց դե ոչինչ, ու generate եմ տալի, հեսա մեր password-ն, հա, copy տասած, գալիս ենք ստե, ուր էր էտ անտերը, հեսա, դնում եմ ստե, ու add secret եմ տալի, սյո, ինչա, password չկա հիմա, password-ը ոնց որ հիմա գնալով, password-ը ոնց որ ավելի security-ն իր ավելի ցածր է, քան սրա, այսի ավելի բարձր անվտանգություն ունի, էլի, հիմա նայեք, ես այս secret-ները ստեղծել եմ, այսի իմ repository-ի կոնֆիգուրացիաների մեջ է, settings, նորից կանք, settings, secrets and variables, actions, ու secret-ները ստեյա, հիմա որ իմ CI/CD-ն ինստրուկցիան հերթով աշխատելու է, ինքը գալու է, copy անելու էսի, հետո login-ա լինելու docker,
Հետո build անելու image-ը, հա, տեսեք, ինչ է ասում, ասում է docker build, այս հրամանը կատարելու է, docker build, username, docker demo, բերեք էսի փոխեմ անունը դնեմ Grigor, ստե դնենք Grigor, так, դրեցինք zapисայթում էր, չէ, հա, ու push անելու, build անելու մեր image-ը, ու գցելու է մեր image-ը իմ repository-ա, այսի save ենք անում հիմա, save, так, file, save all, okay, save all արած, գանք ստե, git status, git add, git commit, -m, ու գրում ենք, ինչ գրում ենք, docker build and push խոսքի actions, տալիս ենք enter, commit-ը արեցինք, հիմա մի հատ git status տանք, всё, մաքուր է, git push origin main, всё, հիմա գալիս ենք ստե, գալիս ենք actions, նայեք, մտնում ենք ստե ու live նայեք ժողովուրդ, տեսեք, live ինքը ինչ է ցույց տալի, ինչ է ինքը անում, всё, էսի կատարվեց, հիմա գալիս ենք ստե ու refresh ենք տալի, refresh տվեցինք, նայեք, հեսա, Grig docker 2021 docker Grigor, հենց նոր less than ոնց որ մի րոպե չկա ասկի, ես բռնեցի իրան գցեցի ստե, այսի ժողովուրդ հենց բաներում, ասենք production-ներում օգտագործող սկզբունքը, հա, ինչ ես դու անում, դու ունես մի հատ docker file, որի մեջ դու գցում ես քո ծրագիրը, տվյալ դեպքում իմ ծրագիրը app.sh-ն է, ես գցել եմ այդ ծրագիրը ստե, այս ինստրուկցիան run այլ է, հերթով կատարվել է, նորից գանք, անունն է այսի, որ պայմաններում պետք է ինքը trigger լինի, trigger-ը էդի նույն, ոնց որ ասում են, բուձիլնիկն է, բուձիլնիկը ծնգաց դուք զարթնեցիք, այսի push-ի դեպքում է, ես այս հրամանը արեցի, հեսա, git push origin, այսի այդ բուձիլնիկն է, այսի կոդս գնաց ընգավ, GitHub սկսեց աշխատանքները կատարվել, jobs, բառացի ասում է, այսի job-ի անունը դա ինչ ուզեք կարաք գրեք, չգիտեմ, կարաք գրեք Yandex Taxi, օրինակ էլ ինքը աշխատելու է, այսի բայց statement-ը, ասում է ինչի վրա պետք է աշխատի սրա վրա, runner, այսի GitHub-ն է, ձեր համար server-ը բարձրացնում, ինչ քայլեր պետք է կատարի, այս քայլերն էլ է հաստատում անում, պետք է ասում է այս action-ը կատարի, այս action-ը ինտերնետից է ես գտել, այս action-ը նշանակում է բռնի այս ֆայլերը copy արա սրա մեջ, copy կլոն արա էլի, հետո պետք է այս ստեից ինքը login լինի docker hub, ինքը ստե էլի օգտագործում է standard action, որը էլի դուք Google-ից կարաք գտնեք, այդ action-ը օգտագործում է username, password, ստե այս մենք կանչում ենք մեր secret-ները, որը մենք կոնֆիգուրացիա ենք արել, так, այստե, գանք secrets, actions, այս secret-ները ստուց վերցնում է, ինքը access ունի սրան, վերցնում է ստե login-ա լինում docker hub, իմ docker hub-ը էսա, login-ա եղել ստե, հետո էլի step-էր կա, docker image-ը build անում, այսի վերցնում է, անում է docker build հրամանը, ստեղծում է image, հա, այս անունով ստեղծում է, ու push-ը անում docker image, docker push հրամանը, docker push-ն է, այս սրա հիմքի վրա սարքած image-ը բռնում, շպրտում է բան, իմ edge, docker-ի edge, так, այսի, հետո ստուց դուք արդեն կարաք իրան քաշեք տարբեր տեղեր որտեղ ուզեք,
ձեր սերվերների վրա ու ոնց որ էդի install անեք։ Ստե ինչ որ հարց կար, այդ actions-ներն է ուրեմն պարտադիր։ Եթե ստե ես անունը փոխեմ, օրինակ այս folder-ում չլինի, get GitHub workflows-ում ինքը չի աշխատի, պետք է պարտադիր սենց լինի։ Get GitHub workflows։ Այսքանով կարանք ավարտենք այսօրվա մեր ծրագիրը։